Ճիշտ ժամանակն է պլանավորել երեխա ունենալ, քանի որ սեպտեմբերի 1-ից կունենաք 1 երեխա թե 4, պետության կողմից կստանաք միանվագ նպաստ 500,000 դրամ։ Մինչ այս առաջին եւ երկրորդ երեխայի համար գումարը 300,000 դրամ էր, իսկ երրորդ եւ հաջորդների համար 1 միլիոնից ավելի, սակայն փոփոխությամբ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մինչեւ երեխայի 6 տարեկան դառնալը կտրվի ամսական 50,000 դրամ։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ունենք պատկեր, երբ կան բազմազավակ ընտանիքներ, որ ունենում են երեխա հենց նպաստի համար, հետո դժվարանում պահել։ Ժողովրդագիր Արտակ Մարկոսյանի խոսքով 500,000 դրամը լիովին բավարար է առաջնային ծախսերը հոգալ, թեև քիչ հավանական է համարում, որ սա կարող է նպաստել շատ երեխաներ ունենալուն եւ անհրաժեշտ է համարում ծրագիր, որով բազմազավակ ծնողներին կտրվի առողջության ապահովագրություն, երեխաների համար անվճար խմբակներ կլինեն։ Իսկ Հայաստանում ծնունդների անկումը շարունակվում է եւ ամենավատ վիճակը Երևանում է։ Ըստ մասնագետի այս տարի եւս սպասվում է ծնունդների նվազում, քանի որ ամուսնական ակտիվ տարիք են մտնում 90-ականներին ծնվածները, որոնց թվաքանակը քիչ է։ Ըստ մայրիկների 500,000 դրամը բավականացնում է առաջնային պարագաների համար, խնամքի, հագուստի, տակդիրների, մանկասայլակի եւ այլն, սակայն օրինակ ոչ մանկական կահույքի։ Հիշեցնենք, որ Հայաստանում ծննդաբերությունը անվճար է։